Ընտանեկան ընտանիքի հարց է, ընտանեկան հասարակության հարց է եւ պետության հարց է։ Մենք ուզում ենք այդ մասին ոչ են գորանք, որ բոլորը իմանան, որ դա պետք է ընտանիքի այն որ կատարվում է դռների հետևում, դա հասարակության հակակցության եւ պետության հակակցության հարց է։ Այս նպատակով 3 Կարապի լճի հարևանությամբ կանանց իրավունքների կենտրոնի անդամները կազմակերպել էին ակցիա «Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով։ Կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը նշում է, որ այս ակցիան որոշել են իրականացնել փուչիկների օգնությամբ։ Հանդիպում ենք տարբեր անցորդների, ովքեր իրենց ոչը գրում են փուչիկների վրա եւ վերջում միահամուռ կերպով պետք է բաց թողնենք փուչիկները օդ։ Օդ բաց թողնելուց հետո ինչ որ հույս ունենք, որ կկանխարգելվի ընտանեկան բռնությունը Հայաստանում կամ այն տղամարդիկ, ովքեր ենթարկում են իրենց կանանց եւ երեխաների բռնության, գոնե մի դաս կքաղեն դրանից եւ գոնե մի տոկոս կքչանա այդ բռնությունների, սա նույնպես մեզ համար կարեւոր է։ Մեզ դիմում են այնպիսի ընտանիքներ, որտեղ կան բռնության տիպերը, յուրաքանչյուր տիպը, ու մարդիկ մեզ դիմում են ծայրահեղ վիճակում, այնպես որ մեր օգնությունը հաստատ իրենց պետք է ու Հայաստանում առավել եւս եթե մեր երկիրն է, ցանկալի է որ չլինի բռնության ոչ մի տիպ։ Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանն ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանն ասում են, որ նմանատիպ ակցիաները լինելու են շարունակական։ Մենք մի շարք ակցիաներ ունենք, միսը կլինի օկտեմբերի 1-ին, հիշատակ զարուհի կլինի ռոք։ Նրանք օգնում են, նրանք ազդեցիկ են ու հուսով ենք, որ ինչ որ չափով կկանխարգելվի բռնությունը կանանց եւ երեխաների նկատմամբ։